Спасибо этому дому, мы пошли к другому. Գիտեք ինչ դա հետաքրքիր, որոշակի մարդիկ զանգում հեռախոսահամար են թողում։ Ես ժամանակ եմ վատնում այդ մարդկանց վրա, հետո զանգում ես յանք չեն վերցնում։ Ացմավելավ է քաջաբար տրել, քան նենգաբար թսել, հիմա էսա։ Ալո, բարև ձեզ։ Fail Food, SPÖ, Սյոպա Սարգսյան, դուք եք։ Շատ հաճելի է։ Ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը։ Պարոն Սյոպա Սարգսյան, անհամեստություն թողնչի իմ կողմից, մինչև բուն հարցադրմանը անցնելը ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տամ։ Դուք քանի տարեկան եք, կներեք։ 29։ 29, դուք բանակ ծառայել եք։ Ոչ, դուք չեք ծառայել, ահա, хорошо, լավ, դուք հանդիսանում եք Fail Food, ՍՊԸ-ի սեփականատերը, որը գտնվում է Արցախի փողոց 138/5, ճիշտ է։ Հա? Սեփականատերը չէ, սեփականատիրոջ որդին եմ։ Սեփականատիրոջ որդին եք, ներողություն, բայց ձեր անունը Սյոպա Սարգսյանը, չէ։ Ահա, այսինքն թագաժառանգը դուք եք, ոչինչ։ Ուրեմն հիմա մենք ստացել ենք ահազանգ, որ դուք խանութներին եք մատակարարում ժամկետնանց սնունդ, այսինքն պիտակները ժամկետնանց, այսինքն որ ապրանքի վերից ժամկետը անցել է, դուք դրա վրա խփում եք նոր պիտակ, նոր ժամկետով եւ առաքում եք խանութներին։ Ես ուզում եմ լսել ձեր մեկնաբանությունը, այստեղ զինվորական Խազությունով, քնչականով, պարոն Աբազանով, ուզում ենք լսել ձեր մեկնաբանությունը։ Ասացեք, խնդրեմ։ Ոսկ մեկնաբանեք։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ։ Ինչի՞ց տեղյակ չեք։ Տեղյակ չեմ, իթեք։ Ժամկետնանց ապրանքների համար կապված։ Դուք տեղյակ չեք, բայց ինչի է նշվում ձեր հեռախոսահամարը, ձեր անձը, որ դուք եք այդ ամենը կառավարում։ Ձեր Fail Food ՍՊԸ-ով, ես ուզում հասկանամ ոնց կարող է նորմալ մարդը իրեն թույլ տան նման բոզի տղություն կեղծել սննդամթերքի ժամկետը եւ առաքել դա խանութներով։ Պարոն Վարդան Ղուկասյան, Այո, դուք տեղյակ չեք։ Ստեզբան չէ։ Ալո։ Դուք տեղյակ չեք։ Տեղյակ չեմ, ցավոք։ Ահա, տեղյակ չես։ Այսինքն չես մեկնաբանում։ Լավ, վերջին հարցը եւ մենք ձեզ ասենք հաջողություն մնացածը թո զբաղվի դատախազությունը։ Իսկ ինչ չեք ծառայել բանակում։ Խնդիրներ ունեմ։ Ինչ խնդիրներ։ Առողջական։ Այո։ Եվ եթե գախնեք չէ դուք ինչով եք տարապում, ինչ հիվանդություն։ Ես հիմա նայում եմ ձեր լուսանկարը, բոյո, բուսաթով, սիրուն, սիմպաթիչնի, ջան ու ջանդակով տղա է։ Ու ես ում հասկանամ ձեր հիվանդությունը, ինչն է, եթե գախնեք չէ։ Ալերգիա։ Ումից։ Ալերգիա։ Ումից ունեք ալերգիա։ Ինչ ուտելիքից։ Ինչ ուտելիքից։ Ուտելիքից, պարոն Վարդան։ Օրինակ։ Սննդային։ Այսինքն, չես հասկանում եմ սննդային, հա, օրինակ, ինչ պիտի դուք ուտեք, որ ունենաք ալերգիա։ Պետք է ոչ մեկ չի կարող իմանալ, ինչից կարա խմորից լինի, կարա չգիտեմ։ Այսինքն մինչև հիմա դուք չեք բարձել ձեր ալերգիայի պատճառը, արդեն 20 Չեն կարողանում բարձել։ Ահա, ու դրա հետ մեկտեղ ունեք սննդի ֆիրմա ու ասենք բա ինչ եք դուք ուտում որ ալերգիա չընկնեք։ Ես այդ ֆիրմայով չեմ զբաղվել, ցավոք։ Հա, բայց աշխատողները ձեզ են նշում։ Չգիտեմ, չէ, կարող եմ տեսել եմ ինձ նշել, բայց կապ չունեմ ես։ Կապ չունեք դուք։ Լավ, սննդային ալերգիա, որի մնացած ինչից է, ոնցից է, դու խաբար չես։ Լավ, իսկ ալերգիայի ժամանակ ինչ դեղ ես օգտագործում, որ դուրս գաս այդ վիճակից։
Վիրտեք սիստեմաները ընդունում Ինչ դեր ես օգտագործում։ Իշքի եմ դիմում ֆլորեա գալի Վիրտեք ընդունում սիստեմաները ընդունում ֆլորեն կանտրում Վիրտեք, իսկ սիստեմաները ինչ սիստեմաներ են, օրինակ ինչ դեր են միացնում։ Դու եւ որ տարիքից է քո մոտ այդ ալերգիան։ Գալի Են ասիճանը որ խեղդվում որ փոքրտս տակում է Ահա։ ֆլորեա գալի տանում հիվանդան Վերջի անգամ երբ ա եկել։ Վերջ անգամ Հա։ մի 2 տարի առաջ է ֆլորեն եկել մնացել վրապել է տենց օրը տենց ալերգիա չի եղել Վերջի անգամ 2 տարի առաջ, երբ որ դու 27 տարեկան էիր։ Այդ դրանից են կողմել չի եկես կորի։ Հասկաց։ Դրանից առաջ էլ եկել ամենտարել Դե դեմ ասում վերջի անգամ երբ ա եկել, ասում ես 2 տարի առաջ։ Լավ, անցանք առաջ, եկեք մի անգամից զանգենք ռազմական ոստիկանություն, վերջի անգամ 2 տարի առաջ է եկել, երբ որ 27 էր, 27-ն անցավ, բանակային տարիքն ավարտվեց, այս կորի չեկավ, ուրեմն այս անձի վերաբերյալ մեզ ահազանգել էին, որ նախ չի վճարում աշխատողի աշխատավարձը, դրա մասին եմ մոռացան երվայնությունից, ուրեմն ֆել ֆուդ ՍՊԸ-նա ընկեր MVD-ի մինիստրուհի ընկեր դատախազ, որը առաքմա խանութներին ժամկետնան սննդամթերք, դրա համար սաղազ գթունավորվում, ընկնում ռակ եւ այլն։ Ասում ալերգիա է։ Մինչև հիմա պարզ չի ումից։ Վերջի անգամ սկուրեն եկել է 2 տարի առաջ, երբ որ 27 էր։ Վերջ, էլ չի եկել։ Ռազմական ոստիկանություն Մայոր Սարգսյան Մայոր Սարգսյան, բարև ձեզ, Մայոր Ղուկասյանն է, խնդրում եմ ընդունեք հաղորդում։ մի վարգյան Լսում եմ Ուրեմն Ստյոպա Սարգսյան Սարգսյան հեռախոսահամարը 94 99 32 12 94 99 32 12 29 տարեկան է բացարթեն ազատվել է այո ազատվել է ալերգիայով այսօրվա ձեր ղեկավարությունը եթե մեր այսօրվա հաղորդումը դիտի կհասկանա մոտավորապես եւ այլն ունի ընկերություն որը կոչվում է Fel Food ՍՊԸ Ալերգիկ Ինչպես չլսեցի Fel Food ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդինա Ալերգիայով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, շտաբօգնություն եկել է վերջի անգամ, երբ որ ինքը եղել է 27 տարեկան։ Դրանից են կողմ հենց բանակի ժամկետն անցավ, էլ սկորը չի գալի։ Նկարները մենք ունենք, հեսա կտեղադրենք։ Ուրեմն նաև խնդրում եմ ընդունեք հետևյալ հաղորդումը։ Եռաբլուրում կա հողարկավորված ժամկետային զինծառայող Բաբայան Արթուր Կարենի Բաբայան Արթուր Կարենի հողարկավորված է Եռաբլուրում ժամկետային զինծառայող է 2 ամսվա զոհվել է այդ ալո լսվում է Ալո լսվում է Մենակ Բաբայան Արտուր Կարենի լսել հերիկա ինքը հողարկավորված է Եռաբլուրում Ժամկետային զինծառայող է 44 օրյա պատերազմի ժամանակ, այսինքն այդ ընթացքում զոհվել է բենզինի պատյունից։ Ուրեմն այս երիտասարդի գերեզմանի վրայից գողացել են արձանիկները։ Հրեշտակի արձանիկներ, այսինքն բոզի տղությունը հասել է նրան, որ գողություն են կատարում զոհված զինծառայողի գերեզմանից։ Իսկ Եռաբլուրի գերեզմանակարերի եւ այլ անվտանգությունը ապահովում է ռազմական ոստիկանությունը, այսինքն դուք Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Այո, ուրեմն ես ես փոխանցում եմ ծնողի հեռախոսահամարը, որին որ ուրեմն անհրաժեշտ է կանչել եւ ընդունել հաղորդումը 098-ով 11 40 84 98-ով 11 40 84 Արցախից տեղահանված են։ Խնդրում եմ փոխանցեք ձեր ղեկավարությանը։ Եվ այդ ամենակարևորը այտենց բոզիտուղում պետք է հնարավորինս արագ հայտնաբերել։ Եղավ, շնորհակալություն ձեզ, բարի ծառայություն։
Շնորհակալություն։ Հաջողություն։ Ես մի անգամ չէ, երկու անգամ չէ, ասել եմ, հանցագործությունը ցանկացած հանցագործություն ունի բարոյական կողմ։ Ուրիշ, այսինքն, եթե վերցնում ենք բնակարանային գողություն, հա, նույն բնակարանային գողությունն է։ Պողոսը մտնում է բնակարանային գողություն անում օլիգարխի տնից, դատախազի տնից, միլպետի, դեպուտատի եւ այլն, դա ուրիշ ձև է ընդունվում։ Բայց նույն Պողոսը, որը մտնում է գողությունը անում զոֆացի տնից, միայնակ թոշակառուի, ծեր կնոջ, միայնակ մոր, հաշվանդամի, դա ուրիշ ձև է ընդունվում։ Եվ ես չգիտեմ, այդ որ մի պոռնիկի ծնունդն է, եթե կարելի անդամ вообще ծնունդ անվանել, որոշել գնա մտնի եռաբլուր եւ եռաբլուրից իրականացնի գողություն, գողանա